Երևանում Հովսեփ Խաչատրյանը թողել է ծրագրավորողի աշխատանքն ու ավելի հեռու Ստեփանավանում ուսուցչի գործ սկսել։ Դպրոցում արդեն 1 տարի մաթեմատիկա է դասավանդում, ինչն ավելի սրտամոտ է, հետաքրքիր ու կարևոր իր համար, ասում է Տիգրանը։ Իմ մոտ այդ հարցները առաջացել, արդյոք այն ինչով ես զբաղվում եմ, այն մաքսիմալն է, որ ես կարամ անեմ, կամ արդյոք օգտակար է այն ամեն ինչը, ինչով զբաղվում եմ, ու նմանատիպ հարցեր, եւ այդ հարցերի արդյունքում եկա այն եզրակացության, որ եթե ուզում ենք, որ մեր միջավայրը, մեր պետությունը, մեր հայրենիքը լինի ավելի լավը, քան այսօր, ուրեմն պետք է ավելին անենք, քան մինչև հիմա արել ենք, եւ այդ ավելին անելու մեջ նաեւ մեր սերունդներին հնարավորություն տալն է մտնում, հնարավորություն ստանալու որակյալ կրթություն, հնարավորություն իմանալու, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Մայրաքաղաքից Լոռու փոքրիկ քաղաք տեղափոխված երիտասարդ մասնագետը մաթեմատիկորեն հաշվարկում ու փաստում է այսօր կրթության համակարգի հիմնական բացերը ոչ միայն ուսուցչի ցածր աշխատավարձից են։ Երբ որ ես հանրակրթության ոլորտ որոշեցի մտնել, սպասում էի, որ չգիտեմ, իհարկե մտավախություն ունեի, որ կարող է այդքան էլ պատրաստված աշակերտների չհանդիպեմ, բայց ամենայն դեպս հույս ունեի, որ այդպես ցկտում կունենան, սովորելու ցանկություն կունենան, հաջողության հասնելու ցանկություն կունենան, ու առաջի հերթին այդ ցանկության դենց համարյա իսպառ բացակայությունն է ինձ աղաքին թևաթափ արել այն սկզբնական շրջանում։ Ասում է Հովսեփն ու ավելացնում, որ ավելի շատ ծնողների ակնկալիքներն են իրեն զարմացրել։ Ծնողների միակ սպասելիքը ուսուցչից բարձր գնահատականներն են։ Ոչ մի ծնող այս մի տարվա ընթացքում, որ աշխատում եմ, չի մոտեցել ինձ ու չի ասել, թե «Բախի իմ երեխան այս ինչ բանը չգիտի» կամ «Ինչու լավ չեք բացատրել այս բանը», բայց շատ ծնողներ մոտեցել են ու խնդրել են, որ ընդառաջեմ իրենց երեխայի գնահատականի առումով, այսինքն գիտելիքը որպես նպատակ չի դիտարկվում եւ գնահատականը որպես հետևանք չի դիտարկվում, այլ գնահատականը հենց ուղիղ որպես նպատակ է դիտարկվում։ Բոլորը շատ գոհ կլինեն, եթե աշակերտների գնահատականները լինեն բարձր, իսկ գլուխները դատարկ։ Ինչու է այսօր դպրոցներում առաջնայինը գնահատականը թե ծնողների ու թե աշակերտների համար։ Հովսեփը ենթադրում է, թե մարդիկ դեռ ձևական գովասանքի գլուխ գովալու հետևից են գնում։ Չգիտեմ, կարող է գլուխ են գովում, որ լավ է սովորում, այդ ամեն ինչը նույնացնելով, որ լավ սովորելն ու գերազանցիկ լինելը նույնն է, բայց իրականում շատերը լավ չեն սովորում, բայց բարձր գնահատականներ են ստանում, ու արդյունքում ստացվում է, որ այդ ամեն ինչը դենց մի հատ մեծ, չգիտեմ, ինչ ասեմ, կեղծիքի մեջ ենք էլի ապրում մենք որպես հասարակություն, այսինքն մենք ունենք գնահատականներ, որոնք գիտելիքների հետ ընդհանրապես կապ չունեն։ Արդյունքում պարզապես բարձր գնահատականի ձգտումով դպրոցն ավարտած աշակերտները հայտնվում են բուհերում, հետո նաև աշխատաշուկայում, առանց որևէ արժեք ստեղծելու, նշում է Հովսեփ Խաչատրյանը։ Երևանից տեղափոխված երիտասարդ մաթեմատիկոսն ասում է, թեև Երևանում ու մարզում կրթության խնդիրները նույնն են, բայց մեծ ու փոքր քաղաքներում ապրելակերպն է տարբեր։ 20-ից ավել տարիների ընթացքում, որ Երևանում ապրել եմ, Երևանը իմ համար տենց քանի գնացել ավելի անտանելի է դարել այն տեսանկյունից, որ քանի գնացել ավելի շատացել են մարդիկ, մեքենաները, շենքերը, փոշին, խցանումները, ու երբ որ համեմատում ես, թե ինչ է ստանում դրա դիմաց, ոնց որ այդ աղաքին ավելի քիչ է, քան արժեր ստանալ այդ Երևանում ապրելու չարչարանքի ու տանջանքի դիմաց։ Երևանյան չարչարանքից ու տանջանքից հեռացած երիտասարդը Ստեփանավանում է իր նորաստեղծ ընտանիքի հետ։ Ասում է, արդեն մտադիր են այստեղ տուն գնել ու երբեք չեն մտածում մեծ մայրաքաղաք վերադառնալու մասին։